Արցախում մնացած վերջին 10 հայերն ու ազգությամբ ռուս 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրենց դիմումի համաձայն արդեն Հայաստանում են։ Եթե մեր քաղաքացիները եւ նաեւ մեր հայրենակիցները ցանկություն ունեն վերադառնալ եւ գալ Հայաստանի Հանրապետություն ապրելու, մենք այդ ամեն ինչը պետք է բավարարենք, մնացածը կարեւոր չի։ Վերադառնալ, տեղափոխվել, ինչպես ասում է Արսեն Թորոսյանը, թե տեղահանվել կամ տարհանվել։ Վերադառնալ նշանակում է հետ գնալ այնտեղ, որտեղից որ եկել ես։ Այս պարագայում վերադառնալը Արցախ վերադառնալ կլիներ եւ ոչ թե Հայաստան։ Բայց ճիշտ է տեղահանումը տարհանվել տերմինը օգտագործելը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շեշտում է, Արսեն Թորոսյանը շարունակում է իշխանության խոսույթը։ Մարդիկ վերադառնում են իրենց հայրենիք, իրենց բնակության վայր։ Այս արցախցիների պարագայում իրենք չեն վերադառնում, իրենք տարհանվել են կամ խորքային առումով տեղահանվել են։ Բեգլարյանը բացատրում է, իրենք կարող են վերադառնալ Արցախ, այդ թվում մենք կարող ենք վերադառնալ Արցախ, հետևաբար վերադառնալ բառը լրիվ հակառակ իմաստով է օգտագործված։ Սա գործող իշխանության որդեգրած քաղաքականությունն է, նույն կերպ էլ վարվեցին Լեռնային Ղարաբաղ տերմինի հետ։ Օգոստոսի 8-ից ի վեր իշխանությունները, պետական մարմիններ, պետական պաշտոնյաներ, այդ թվում իրավական ակտերում, իրենք երբևէ արդեն չեն օգտագործում Լեռնային Ղարաբաղ տերմինը։ Ադրբեջանի ներկայացմամբ այնտեղ մնացած արցախցիները հատուկ պայմաններում են պահվել։ Արտակ Բեգլարյանն ասում է, որ գրեթե բոլորը միայնակ տարեցներ կամ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք են։ Չգիտի, թե ինչու են Հայաստան գալու որոշում կայացրել, բայց ենթադրում է։ Միայն այն, որ իրենք 2 տարուց ավելի, գրեթե 2.5 տարի դիմացել են ադրբեջանական լծին, ու նույնիսկ այդքանից հետո չեն հարմարվել այդ պայմաններին ու դիմում են գրել, որպեսզի տարհանվեն Արցախից, սա արդեն հստակ ցույց է, որ նույնիսկ ամենաանշառ, այսպես ասեմ, ադրբեջանցիների համար, արցախցիների համար կյանքը դժոխք չէ ադրբեջանական լծի ներքո։ Արսեն Թորոսյանն էլ ասում է, որ զբաղվում են հայրենակիցներով եւ 1 քաղաքացիով այնպես, ինչպես զբաղվել են մնացած 100,000-ից ավելի արցախցիների հարցերով։ Բոլոր կարիքները հոգալու ենք, կլինի առողջապահական, սոցիալական, այլ տեսակի եւ ես խնդրում եմ պարզապես չմտնենք այդ մարդկանց անձնական կյանք։ Իսկ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նրանց առողջական վիճակի մասին։ Բժիշկներից կազմված մեր բրիգադը անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող մեր 11 քաղաքացիներին դիմավորելու։ Բոլորն անցել են բուժզննում։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն լրացուցիչ հետազոտության։ 10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է։ Արցախի նախկին պետնախարարը կարծում է, որ արցախցիների տարհանման պատճառը ադրբեջանական ճնշումը, արժանապատվության շարունակական նվաստացումն է։ Պետությունը պարտավոր է հոգ տանել այս թիրախային խմբի մասին ամբողջապես, առավել ևս, որ հիմնական մասը հոգեկան կամ ֆիզիկական ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են։ Հիմնականում միայնակ տարեցներ են, մեծ մասն ընդհանրապես հարազատներ չունի կամ հարազատների հետ կապը խզված է։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։